Հարավկորեական աշխարհահռչակ BTS խմբի հայտարարությունը մի քանի րոպեների ընթացքում պայթեցրել է համացանցը, դառնալով միջազգային հարթակների ամենակննարկվող թեմաներից մեկը։ Խումբը, որը տարիներ շարունակ եղել է Grammy ամենասպասված անուններից մեկը, հրաժարվել է մասնակցել 2027 թվականի մրցանակաբաշխությանը։ Խմբի վերադարձը համարվում էր տարվա ամենամեծ երաժշտական իրադարձություններից մեկը։ Որոշման մասին խմբի անդամները հայտնել են Instagram-ի իրենց անձնական էջերում, տարածելով նույն հայտարարությունը։ Մեջբերում որոշել ենք այս տարի չմասնակցել Grammy-ի մրցանակաբաշխությանը։ Հուսով ենք երաժշտությունը կընկալվի եւ կսիրվի այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե կդասակարգվի կամ կբաժանվի ըստ տարածաշրջանի կամ լեզվի։ Մեջբերման ավարտը։ BTS-ի այս քայլը հաջորդել է Grammy-ի 2027 թվականի մրցանակաբաշխության համար ասիական փոփ լավագույն կատարում նոր անվանակարգ ստեղծելուն։ Միևնույն ժամանակ խմբի վերադարձը մեծ սպասումով էր ընդունվել։ Առերանգ ալբոմը դարձել էր տարվա ամենաշատ վաճառվողներից մեկը, սահմանելով վաճառքի համաշխարհային ռեկորդներ։ Փորձագետների կանխատեսումներով BTS-ը կարող էր առաջադրվել Grammy-ի մի շարք խոշոր անվանակարգերում, այդ թվում տարվա ալբոմ մրցանակի համար, իսկ ալբոմի գլխավոր սինգլը ԱՄՆ-ի վարկանշային աղյուսակները գլխավորող Swim երգով համարվում էր տարվա երգ անվանակարգի հավակնորդներից մեկը։ Սակայն այս ալբոմը չի համապատասխանում նոր անվանակարգի պահանջներին, քանի որ երգերի ավելի քան 80%-ն անգլերեն է, իսկ Grammy-ի կանոնների համաձայն այդ անվանակարգում ներկայացվող երգերում պետք է զգալի չափով օգտագործված լինի ասիական որևէ լեզու։ BTS-ի որոշումը լայն արձագանք է ստացել միջազգային հանրության շրջանում։ Միայն 12 ժամ անց Grammy-ի գործադիր տնօրեն Հարվի Մեյսոնն արձագանքել է, նշելով, թե տխրել է խմբի որոշման պատճառով, բայց իրենց մշակած նոր անվանակարգը որևէ միտում չի ունեցել արտիստներին թիրախավորելու։ Այս ընթացքում Grammy-ի YouTube-յան պաշտոնական էջից հեռացվել են խմբի երկու ելույթները։ Խմբի քայլը նոր բանավեճ է առաջացրել մրցանակաբաշխության չափանիշների շուրջ, սակայն Grammy-ի մոտեցումները տարբեր տարիներին քննադատել են նաև մի շարք հայտնի փոփ աստղեր, այդ թվում Eminem-ը, The Weeknd-ը, Zayn-ը։ BTS-ի այս որոշումը դարձել է ավելին, քան պարզապես մրցանակաբաշխությունը բոյկոտելը։ Այն վերածվել է համաշխարհային քննարկման, նոր հարցեր առաջացնելով երաժշտության եւ միջազգային արտիստների գնահատման չափանիշների շուրջ։